Փորձեք գուշակել հանելուկը։ Այնինչն է այնինչը։ Արևից լույս է վերցնում, ջրից էլեկտրոն փոխում, օդում թթվածին փոխում, CO2-ը կլանում, օրգանական նյութ է սինթեզում։ Գուշակեք, ֆոտոսինթեզը շատ ապրեք։ Դուք կրավեցիք այսօրվա մեր դասի թեման։ Այսօրվա մեր դասի թեման է ֆոտոսինթեզը։ Դասի նպատակն է ընդլայնել ձեր գիտելիքները ֆոտոսինթեզի վերաբերյալ, ձեզ սովորեցնել ֆոտոսինթեզի մթնային, լուսային փուլը եւ ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը։ Այժմ մենք կբնութագրենք ֆոտոսինթեզը պրիզմա մեթոդի միջոցով։ Երկու բառով եկեք բնութագրենք ֆոտոսինթեզը, ինչ կասեք։ Լսում եք։ Բույս, լույս, գրենք։ Եկեք լույսը եւ բույսը հիմա բնութագրենք բառերով, ցանկացած բառ, որը ձեր մտքին գալիս է, կարող եք ասել, որ կբնորոշի լույսը կամ բույսը։ Ճառագայթ, էներգիա, արև, լավ, գրեցիք ճառագայթ։ Արև։ Իսկ բույսը ինչպես կբնորոշեք։ Թթվածին, բույսը լավ, CO2, նույն աստղաթու գազն է, այո, երեխաներ։ Թթվածին, այստեղ տաշնում CO2, աստղաթու գազ։ Հիմա եկեք միասին այս ճառագայթն ու արևը իրար միացնենք։ Ինչ բառով կարող եք բնութագրել։ Արևը ինչ է կար, սնունդ, փորձեք։ Ջերմություն շատ ապրես, մենք որ սնունդ ենք ուտում ինչ ենք ձեռք բերում։ Էներգիա, լավ, եկեք բերեք էներգիա։ Կամ սնունդ, նույնն թթվածինը եւ աստղաթու գազը միացնենք, լավ, օդ։ Հիմա պետք է էներգիան եւ օդը միասին որևէ մեկ բառով արտահայտել։ Ինչ կասեք որ կյանք, լավ։ Տեսեք հիմա ֆոտոսինթեզը եթե կապենք մեր վերջի բառը կյանքի հետ, ստացվում է, որ ֆոտոսինթեզը դա մի պրոցես է, որը ապահովում է կյանքը երկիր մոլորակի վրա։ Որ օրգանիզմներն են ֆոտոսինթեզ կատարում երեխաներ։ Ատոմներ, դուք ես ես բերել եմ ծաղիկներ, այժմ յուրաքանչյուր ծաղիկից ուտվեք որևիցե ծաղիկ։ Վերցրեք, համարձակ։ Վերցրեք։ Արագ, մի քիչ արագացնենք, ծորեք, վերցրեք, դիրուգի ճորեք։ Վերցրեք։ Արագ, մի քիչ արագ, ապրես։ Փոխանցեք զանգերը փող վերցնեք, արագ։ Դուր զանգու այստեղ փոխանցեք, վերցրեք, երեխաներ։ Վերցրեք, զանգ վերցրեք։ Վերցրեք։ Այժմ մենք ճարճես վերցրեք, վերցրեք, սա է վերցրեք, այժմ մի քիչ ծաղիկների միջոցով մենք բաժանենք խմբերի, հիմա տեսեք առաջին խումբը, այն աշակերտներն ովքեր վերցրել են այսպիսի ծաղիկ, առաջին խմբում կաշխատեք, առաջին խումբ, երկրորդ խումբ, կանաչ ծաղիկներն երկրորդ խումբ,
Սա երրորդ խումբ, նարնջագույն ծաղիկները չորրորդ խումբ և կարմիր ծաղիկները հինգերորդ խումբ։ Այժմ կազմակերպված անձայն խնդրում եմ աշակերտները զբաղեցնել իրենց դիրքը խմբերով։ Անձայն զուշորեն խմբերը տեղավորվեցին, դուք տեսնում եք յուրաքանչյուր խումբ ունի իր սեղանի դրված մատիտներ և պաստակ։ Ես կընտրեմ խմբերում ավագներ, առաջին խմբում Լիա դու կլինես ավագը, երկրորդ խմբում Արմեն, երրորդ խմբում Էլեն, չորրորդ խմբում Արթուր և հինգերորդ խմբում կտրեմ ավագ Սոնան։ Հիմա լսեք, ավագները պատասխանատու են, որ իրենց խմբի անդհետեր են, որպեսզի իրենց խմբի բոլոր անդամները մասնակցեն դասապրոցեսին։ Եվ պետք է աջակցեն իրենց խմբի այն աշակերտներին, ովքեր դժվարությամբ են սովորում դասի այդ հատվածը։ Ես դասի հիմա կբաժանեմ հատվածի, յուրաքանչյուր խմբին կտամ որևիցե հատված սովորելու համար, զուգահեռ դուք պետք է փորձեք պաստանի վրա նկարել նկար, որը բնութագրում է ձեր դասի հատվածը։ Մինչ այդ մենք կդիտենք տեսանյութ, ուշադրի։ Պատահական չէ, որ երրագնդի կանաչ ծածկը համարվում է նրա թոքերը։ Այն, ինչպես և մարդու թոքերը, բավարարում է երրագնդի բնակչության թթվածնի պահանջը։ Ձեր ուշադրությանն է ներկայացնում իմ հետազոտությունը ֆոտոսինթեզի վերաբերյալ։ Նախ անդրադառնամ այն հարցին, թե ինչու են բույսերը կանաչ։ Ինչպես հարցերի դեպքում կարող եք դիմել, ստացվում է ձեզ։ Օգնեք իրար։ Ժամանակը սպառվեց, այժմ խմբերը կներկայացնեն իրենց աշխատանքը, սկսենք առաջին խմբի ավագը կներկայացնի, թե ինչպես իր խմբի անդամները աշխատեցին և ինչ աջակցություն ցույց տվեց։ Լսում ենք քեզ, Լիա ջան։ Մեզ հանձնարարված է դասի առաջին հատվածը, մենք խմբի անդամներով սովորեցինք դասը և փորձեցինք ֆոտոսինթեզի ընթացքը պատկերել նկար պաստառի միջոցով և բոլորով նկարեցինք այս նկարը և մեր խմբում Միլենան դժվարանում էր սահմանել և հասկանալ ֆոտոսինթեզը, ես որպես խմբի ավագ օգնեցի նրան նկար պաստառի միջոցով հասկանալ ֆոտոսինթեզը, հիմա Միլենան կպատմի, թե ինչ հասկացավ։ Խաբարա ջան, ինչեցրու պաստառ, թող Միլենան նայի պատմի։ Ապրեք, շատ գեղեցիկ ստացվեց ձեր պաստառը։ Լսում եք Միլենային։ Ֆոտոսինթեզի ընթանում բույսը արևի էներգիայի շնորհիվ ստանում է ածխաթթու գազ, հողից ջուր և ապրես և սինթեզում է թթվածին և օրգանական նյութ։ Ապրես, շատ ապրես։ Ձեր խմբից ով է ուզում ներկայացնել այդ հատվածը դասի։ Կարող ես Կարեն ջան ներկայացնու։ Մեր մոլորակի բոլոր կենդանի էակները բնական էներգիա ստանում են արեգակի, բայց սակայն միայն ավտոտրոֆ օրգանիզմներն ստանում էներգիա արեգակից, բույսերը, ֆոտոսինթեզով բակտերիաները եւ այլ նախակենդանիներ, որոշ նախակենդանիներ, ավտոտրոֆ են կանաչ բույսերը, այդպիսի պրոցեսը անվանում են ֆոտոսինթեզ։ Եվ բույսը, կանաչ բույսը արևի էներգիան օգտագործելով սինթեզում էր օրգանական նյութ եւ արտանետում էր թթվածին, մթնոլորտ այս պրոցեսը կոչվեց ֆոտոսինթեզ։ Շատ ապրես։ Այժմ ֆոտոսինթեզի լուսային փուլը կներկայացնի երկրորդ խումբը։ Լսենք երկրորդ խմբի աշխատանքը։ Մենք մեր խմբով նկարեցինք այս պատկերը, մեր խմբում նույնպես եղան դժվարություններ, մեր խմբից Հայկը դժվարանում էր հասկանալ ջրի ֆոտոլիզը, եւ ես դրան բառ բացատրեցի ջրի ֆոտոլիզը եւ հիմա նա կարողանա մեզ պատմել այդ ֆոտոսինթեզի լուսային փուլը ջրի քայքայումը տեղի ունենում արեգակի էներգիայի հաշվին է տեղի ունենում եւ անջատվում է թթվածին։
Ձեր մոտ դուք պաստառը շատ գեղեցիկ նկարել եք այդ ֆոտոլիզի process-ը, ասա, օգնիր Արմեն Հայկին։ Ֆոտոլիզը ջրի քայքայումն է, արեգակի լույսի էներգիայի Շնորհիվ, շատ ապրես եւ ինչ է առաջանում դուք գրել եք պաստառ։ Մենք 2H2 on լույս, որը 4H-ին 4 էլեկտրոն եւ գումարը օգնել։ Ահա, այսինքն լուսայի փուլում երեխաներ ջուրը լույսի ազդեցությամբ քայքայվում է, անջատվում է էլեկտրոն եւ ատոմային ջրածին, որոնք օգտագործվեն մտնային փուլում եւ մթնոլորտ է արտանետվում թթվածի։ Մտնային փուլը, մեզ երրորդ փուլը, որը պետք է ներկայացնել մտնային փուլը, տեսնենք ինչ աշխատանք է կատարել։ Եվ մեր խմբից դժվարանում էր դիմի, ես փորձեցի նա հասկանա մտնային լուսային փուլերի միջև կապը։ Լեցի բացատրեցի, տեսնենք տիրոջան, տեսնենք ինչ կարող է մոտ ստացվել, ոչինչ, քեզ կօգնի Էլենը։ Էլենը օգնության ես զգացա մտնայի փուլը, որ լավում է ածխաթթու գազ եւ սինթեզում օգնական նյութեր։ Շատ ապրես դու։ Փաստորեն մտնային ապրեք, ինչ հասկացամ մտնային փուլում, այն նյութերը, որոնք առաջացել էին լուսային փուլում օգտագործվում են եւ կլանվում է CO2 գազ, որի շնորհիվ օրգանական նյութ է սինթեզ։ Ուրեմն հիշենք երեխաներ, թթվածինը արտանետվում է մթնոլորտ լուսային փուլում, գլյուկոզը սինթեզվում է մտնային փուլում։ Ձեր խմբից ուզում եք ներկայացնել լրացուցիչ հատված ունեք ներկայացնելու, ներկայացրու։ Մտնային փուլի ժամանակ բույսը օդից կրանում է CO2 գազ եւ չի պահանջում լույս այդ գործողությունը կատարելու համար, սակայն դրա համար պետք է որ լուսային փուլում սինթեզվեն տարբեր մոլեկուլներ եւ Գիշեր որոնք են այդ մոլեկուլները ատոմային ջրածին, լուսային փուլից էլեկտրոն է բեր մեզ եւ այլ էր անհրաժեշտ, որը օգտագործվեց մտնային փուլում եւ սինթեզման ընթացքում առաջանում է գլյուկոզ, որը պետք է բույսին աճելու համար։ Առաջնային արտադրանք է այս գլյուկոզը եւ սննդային օղակի մի մաս է հանդիսանում։ Եկեք մի հատ լուսային եւ մտնային փուլի պաստառներ իրար միացնենք, երեխաներ, դուք տեսնենք եւ ընդհանուր process-ը տեսնենք։ Այսպես, եթե տեսեք, ֆոտոսինթեզը մեկ ընդհանուր, այսպես ես պետք է միացնեմ, ահա, ֆոտոսինթեզը մեկ ընդհանուր process է, որը երկու փուլից է կազմված, լուսային փուլ եւ մտնային փուլ։ Հիշենք, լուսային փուլում արտադրվում էր թթվածին, առաջանում էր ատոմային ջրածին, էլեկտրոն եւ սինթեզվում էր այև ու ջրածինը եւ օգտագործվում էին մտնային փուլում գլյուկոզ արտադրելու համար։ Ապրեք, տեսեք շորը խումբը ինչ կներկայացնենք, ձեզ ինչ հատված էր հանձնարարված Արթուր ներկայացրու։ Հատված էր ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը, մեր խմբով նկարել ենք պաստառի վրա ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը եւ մեր խմբից Արտաշեսը դժվարանում էր պատկերացնել ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը, ես բացատրեցի նրան, որ ֆոտոսինթեզը ոչ միայն ապահովում է բույսերի աճը եւ սննդի արտադրությունը, այլև արտադրում է թթվածին, որը անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար եւ նվազեցնում աստղաթթու գազի մակարդակը նպաստելով մոլորակի մակերևույթի կայունությանը։ Նա կպատմի ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը եւ կմեկնաբանի ռեակցիայի հավասարումը։ Ֆոտոսինթեզի տիեզերային նշանակությունը այն է, որ բույսերն արտադրում են թթվածին, որը պետք է կենդանի օրգանիզմների համար եւ նպաստում է նրան, որ աստղաթթու գազերի Աստղաթթու գազի քանակը մթնոլորտում երեխաներ, աստղաթթու գազը ինչպիսի գազ է։ Ելոթային գազ է։ Այսինքն եթե աստղաթթու գազի քանակը շատ է լինում, մեր գիտեք, մեր երկրի մոլորակ սպառնում է գլոբալ տաքացում, հա, ջերմաստիճանը բարձրանում է, այսինքն աստղաթթու գազ շատ կարևոր է, որ բույսերը կլանում են աստղաթթու գազ, դրանով իսկ աստղաթթու գազի քանակը մթնոլորտում կայուն պահելու։
Ահա, ներկայացար արտաշրջան էլի։ Կարող ես ռեակցիայի հավասարումը գրել ձեր պաստառ վրա, կարող ես ներկայացնել մեզ այդ ռեակցիայի հավասարումը։ Ասֆալտի 2 օքսիդը 6 CO2-ը CO2-ը գումարում ենք 6H2 ջրին, այսինքն որ բարով ասեմ, օդից վերցնում է բույսը ածխաթթու գազ, հողից ջուր եւ հանքային աղեր եւ սինթեզում է գլյուկոզ, C6H12, O6 գումարում թթվածին 6O2։ Շատ ապրես, սա ֆոտոսինթեզի ռեակցիան է։ Ձեր խմբից ով է ուզում ընդհանրացնել նյութը։ Ուզում եք ընդհանրացնել, ինչ կար որ չասեցի։ Փաստորեն ո՞րն է ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը։ Կլարա ջան, կարող ես մեզ ասել, ո՞րն է ֆոտոսինթեզի տիեզերական նշանակությունը։ Ֆոտոսինթեզը արեգակնային էներգիայի վերափոխումն է։ Քիմիական կապի էներգիա եւ կապերի էներգիայի առաջանում է ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է իր ամենակարևոր նյութը։ Ամենակարևոր նյութը ո՞րն է, որ ֆոտոսինթեզի ժամանակ առաջանում է ու մենք շնչում ենք։ Թթվածին, շատ ապրես թթվածին եւ սինթեզվում է օրգանական նյութ, որը սնունդ են հանդիսանում կենդանի օրգանիզմների համար։ Ապրեք, ավելի լավ տարեք սովորես այդ հատվածը։ 5-րդ խմբին լսենք։ Մեզ հանձնարարված էր քեմոսինթեզը, այն պատկերել ենք պաստառին։ Մեր խմբում դժվարանում էր ալիքը։ Ես նրան բացատրեցի, որ քեմոսինթեզը նման է ֆոտոսինթեզին, ուղղակի այն կատարվում է առանց արեգակնային լույսի, հիմա ալիքը կբացատրի։ Առանց արեգակնային լույսից ինչ էներգիա էր օգտագործվում։ Քիմիական ռեակցիաներից առաջացած էներգիան։ Շատ ապրես, լսենք ալիքին։ Քեմոսինթեզը օրգանական նյութերից առաջացած գործընթաց է եւ որոշ բակտերիաներ էներգիա են ստանում։ Օրգանական նյութերի սինթեզելու process է, ոչ թե առաջացած, այլ քեմոսինթեզի արդյունքում եւս օրգանական նյութեր են սինթեզվում, բայց օգտագործվում է ոչ թե արև էներգիան, այլ քիմիական ռեակցիան։ Քիմիական ռեակցիաներից անջատված էներգիան։ Շատ ապրես, այ օրինակ դուք ինչ եք պատկերել այստեղ, սա ինչեր են, այսա ինչ է։ Նիտրիֆիկացնող բակտերիաներ, որոնք քիմիական ռեակցիաներից ստացած էներգիայով կարողանում են անօրգանական նյութից սինթեզել օրգանական նյութ։